Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, ձեր ուշադրությանը ներկայացում Ղազարյան versus Ղազարյան նախագծի հերթական թողարկումը։ Իմ այսօրվա տարբերվող կերպարը ես փորձել եմ համապատասխանեցնել Պետրոս Ղազարյանի հյուրի շատ յուրօրինակ կերպարին։ Պետրոս Ղազարյանը իր մոտ հյուր էր հրավիրել տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար, արտաքնապես ոչ այնքան, բայց էությամբ մի տիկնիկի Ռուբեն Բաբայանի, որի մշակումը վայելեք այս ձևաչափով։ Բաժանորդագրվեք Անտիֆեյքի YouTube-յան ալիքին, հավանեք եւ տարածեք այս տեսանյութը, թողեք ձեր մեկնաբանությունները։ Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք հետևել կարևորագույն իրադարձություններին։ Այսօր կզրուցենք ռեժիսոր Ռուբեն Բաբայանի հետ, բարեկո պարոն Բաբայան, շնորհակալություն հավերժ ընդունելու համար։ Եվ մեր հյուրը Էդգար Ղազարյանն է։ Բարև ձեզ, պարոն Ղազարյան։ Պետրոս, մի հատ խոսք է, ասում են էշի վրա փալան չի գալի, քո վրա էլ Ռուբեն։ Անցած անգամ են Ռուբեն Ռուբինյանին, տես քանի անգամ բերիր խայտարակարիր, հիմա էլ ֆրացել ես Ռուբեն Բաբայան ես բերե։ Լսի, էսի տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավարը, այսինքն մեր ժամանակների Կարաբաս Բարաբասը։ Կարող է հանկարծ դու էլ ասես, որ դու էլ ոչ թե Պետրոսն ես, այլ Պապա Կարլոն։ Լսի, ես մարդուն իր կենթանության օրոք մի հատ արձանի վրա որպես երրորդական կերպար պատկերել են ու դրա խաթր բերեք գցել եք այսպես մեջտեղ խայտարակ եք անում առավոտից իրիկուն սարքել եք հմեկի աշխատող էլ հմեկում հաղորդում չի մնացել որ սա չմազ այն բարգիշեր երեխաներն է չկա որ գարը նենց ասենք այն ագրավի մագրավի կերպարներով հանդես գար երեխեքին ասել բարի գիշեր հիմա ինչ անենք մենք սրան մեղքել արա եկքա մարդ է բերել եք ամեն անգամ խայտարակ եք անում դուք սրան Դարձել ինքը տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավարը, բայց դուք եք սրան սարքել, տիկնիկ խամաճիկ Նիկոլ Փաշինյանի ձեռը բերեք գցել եք հանրային հեռուստաընկերություն։ Դու մեզ մարդ ես, ինչի տա պետք։ Գնա քո համար թորներ չունես, երեխա մի բան չունես դու, գնա քո գործով զբաղվել, ընչես, դու ինչ գործ ունես, հանրային հարցերով ես զբաղվում, ես մի հանրային խորհրդի անդամ եմ, մեզ մարդ ես, գնա մինչև սպասի, մինչև տենանք ինչ ալնում էլի։ Հայն, Պետրոս ինչ անենք, հիմա սկսենք, դե ճիպոտ մի պոտ ունես դու, պլետ, մլետ, ինչ կա մոտդ։ Դե բեր սկսենք, ես մարդը դրա սիրահարն է։ Եկա մարդ պլետ։ Ալենն էլ էլի ասեի ուրիշ։ Այսօր մի քիչ դուրս գանք օրվա քաղաքական թեմայից եւ խոսանք այն նարատիվների մասին, որոնք շրջում են մեր սոցիալական ցանցերում։ Պարոն Բաբայան, եթե Ռուսաստանը չլինի, մենք կկորենք։ Պետրոս, մատ եկա մարդ ես էլի դու, արա նստել ես, հարց ես ձևակերպել, այն աղջիկներն է քեզ այդքան օգնում են, տենում են, որ խելքը չի հասնում, վերջ էլ ամեն մարդ իր չափն։ Այսինքն մի հատ ինձ կարաս ասես, ինչ է նշանակում, որ Ռուսաստանը չլինի։ Այսինքն Ռուսաստանը ոնց չլինի, կամ Ռուսաստանը ինչի պիտի չլինի, կամ մեր երկրի հաջողությունները ինչի են պայմանավորված ինչ-որ մեկի լինելով, ինչ-որ մեկի չլինելով։ Ոնց կարելի է այդքան պրիմիտիվ, այդքան մակերեսային էլ։ Օրինակ դուք հասկանում եք, պարոն Բաբայան, թե Ռուսաստանը ոնց այդ մարդը գնացել Ռուսաստան սովորել 90 թվականին գնացել Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիան ավարտ Թատերական ակադեմիան ավարտ, դու եկել ես ասում ես Ռուսաստանը չլի, բա որ Ռուսաստանը չլի, ես մարդու դիպլոմն ինչ պիտի լինի։ Դուք հասկանում եք, պարոն Բաբայան, Ռուսաստանը ոնց պիտի չլինի։ Նախ չեմ հասկանում ինչ է նշանակում, եթե Ռուսաստանը չի։ Տեսնում ես, ես մարդը չի հասկանում։ Հիմա ասա տենակ դու ինչ ես ասում, ոնց պիտի չլինի Ռուսաստանը։ Ասում։ Մենք խզում ենք կապեր արևմուտքի հետ կամ այսպես եւ ընդունում ենք, որ նա ստեղի գերտերությունը, մեր հովանավորը, մեր պաշտպանը եւ ասիչը։ Ոնց ասի, այտենց անենք։ Շատ բարձ, ոնց որ 30 տարի եղել է։ Արա զարմանում եմ էլի պարոն Բաբայան։ Ես քեզնից բետարա լուրջ եմ ասում։ Այսինքն 30 տարի ինչ ա եղել Պետրոս։ 30 տարի Ռուսաստան չի եղել։ Թե 30 տարի մենակ Ռուսաստանն ա եղել, ասում արևմուտքի հետ մենք մեր կապերը խզում ենք, ոնց որ 30 տարի արևմուտքի հետ 30 տարի մենք մեր կապերը խզել ենք,
Բա 2001 թվին Հայաստանը, որ դառել է Եվրոպայի խորհրդի անդամ, դրանից առաջ դառել է ԵՀԿ-ի անդամ, որ 2017 թվին Եվրամիության հետաքննքի խորը ընդլայնված համապարփակ համաձայնություն, որ դրանից առաջ 2009 թվականից դարձել է Արևելյան գործընկերության ծրագրի անդամ Եվրոպական միության, որ ՆԱՏՕ-ի հետ ունեցել է անհատական գործընկերության ծրագիր, որ զորքեր է տրամադրել ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելություններին մասնակցելու համար, որ Միացյալ Նահանգների հետ ունեցել է բազմատեսակ այդ թվում ռազմատեխնիկական համագործակցություն։ Այդ նշանակում է կապերը խզել, 30 տարի տենց է եղել է ասիչ։ Արա, դες պրիմիտիվ ոնց են լինում էլի Պետրոս։ Դուք եք չէ պրիմիտիվ, պարոն Բաբայան։ Հələ մատ խնդրում եմ այդ երկու պրիմիտիվով էլ երկու պլյուս մի հատ հələ իրար գմփեցրեք տենանք ինչ ալում։ Դե ինքներդ ասեք, ոնց որ 30 տարի եղել է, եւ ժամկետը մի քիչ ավելի կերկարացնեի, անկեղծ ասած 200 տարի, որովհետեւ հիմնականում այդ վախով ենք առաջնորդվել եւ վախը եւ ներմուծվել է եւ վախը դարել է նաեւ ազգային մտածողության որոշակի կոմպոնենտ։ Այսինքն մի րոպե, պարոն Բաբայան, ես իհարկե նես չի որ ես ձեզ տեսնող կմտածի որ դուք 20 տարեկան եք, բայց 200, այսինքն դուք 200 տարի առաջ եք եղել եք հերիք չի, վախեցել եք, դենց վախը, փաստորեն, Պետրոս, վախը մարդու կյանքը երկարացնում է։ Դու էլ ես, չէ՞, դու վախենում ես, որ ադրբեջանցիները կարող են գան քեզ ուտեն, չէ՞։ Նշանակում է դու երկար կապրես։ Այդ եթե վախի մթնոլորտում ապրես, երկար կապրես, տես այս մարդը վախեցել է, 200 տարի է, ասես վախով յոլ է այդ։ Կարող է քեզ Նիկոլն էլ վախացնում, պարոն Բաբայան։ Կարող է վախից ես եք այստեղ։ Կարող է վախից ես գնացել դառը հանրային խորհրդյան։ Քեզ վախացնում են։ Կարող է ճիպոտում են քեզի, պարոն Բաբայան։ Եթե այդպես բան են անում, մի ենթարկվի։ Գնա ոստիկանություն, ասա իմ նկատմամբ բռնություն են գործադրում, ինձի դրած ճիպոտով բացում են ու 20 հատ գնաց, 30 հատ գնաց, պլետում են։ Եթե այդպես բան կա, գնացեք ոստիկանություն, ասեք, այդ վախի մթնոլորտում մի ապրեք։ Եվ միջև հիմա որոշակի հատվածի մեջ հանրության այդ վախը պահպանվում է։ Իսկ չկա տեղ օբյեկտիվություն։ Օբյեկտիվություն կարծում եմ չկա, որտեվ քաղաքականության մեջ այդպես չեն լուծում հարցերը, որ ինչ որ մեկը ի սկզբանե ուզում է քեզ ոչնչացնել, եւ ինչ որ մեկը ի սկզբանե ուզում է քեզ պաշտպանել։ Բայց հենց տենց ամեն մոտ դրած։ Դե Կան եւ ի սկզբանե ոչնչացողները եւ ի վերուստ փրկողը։ Մնացածը նյուանսներ են։ Գիտես, ես դա անվանում եմ քաղաքական fast food։ Դա հեշտ է ուտվում, էժան է, բայց հետևանքները ծանր են։ Մի րոպե։ Քաղաքական fast food-ը որն է, Պետրոս կարող է դի ղազախական ցորենն է։ Դու ես չէ դրա մասնագետը։ Ասում է հեշտ է ուտվում, բայց հետևանքները ծանր են։ Դու այդքան որ ասենք կերածել ես ղազախական ցորեն, ինչ որ հետևանքներ բան զգացել ես, ինչ պիտի լինի որ ապրանք է էլի հիմա համակցվածքերը սարքում են, դա շատ է նպաստում հիմնականում մսատվության համար։ Հիմնականում մսատ, չնայած կատնատվությանն էլ է նպաստում, բայց դե այ քեզ բանը fast food ասում է, քաղաքական լսել էր այդ արտահայտությունը Պետրոս, ասա որ չես լսել, այսքան դու այս թեմաների մեջ ես, հələ ասա տենանք քաղաքական fast food լսած կաս, էլ ումից կարելի է դա լսել, եթե ոչ տեխնիկային թատրոնից։ Մշտապես ապրել վախի պարագայում եւ մշտապես մտածել, որ քեզ կարող է փրկել միայն ասենք թե Ռուսաստանը այս պարագայում, իսկ Ռուսաստանը ասենք թե զբաղված է ավելի կարևոր գործերով, ինչպես մեզ փորձում են հիմա մատուցել ասելով թե ինչու Ռուսաստանը իրեն այդպես պահեց 44 օրվա պատերազմի ժամանակ։ Մի րոպե, պարոն Բաբայան, դու Ռուսաստանի 44 օրյա պատերազմի ժամանակ թե իրան ոնց է պահել, դա քո գործը չի։ Մենք այդ հարցը քննարկենք Ռուսաստանի հետ, ճիշտ է, Ռուսաստանից հյուրերը, երբ որ Պետրոսը կանչի, իրանց հետ քնա։ Բեր արի մի հատ քննարկենք, թե դու քեզ ոնց ես պահել 44 օրյա պատերազմի ժամանակ։ Դու, անձամբ դու։
Ուրեմն Պետրոս ջան, ուշադիր լսի, հմեկով էլ են ցույց տվել, դու տեսած կլինես, դու հմեք նայում ես Պետրոս, մտածում ես, որ նայելու բան չի, չէ, մեկ նայի։ Իհարկե հիմնականը ես գիտեմ, որ դու Անտիֆեկով Ղազարյան versus Ղազարյան ես նայում, բայց մեկ աշկդ գցի, դու հմեք էլ նայ, էլի։ 2020 թվականի հոկտեմբերի 19-ին Պետրոս, հիշում ես, չէ՞, թե այդ վաղտ էլ էր վախեցած պարոն Բաբայան։ Հոկտեմբերի 19-ը 2020 թվական Ռուսաստանի կողմից պատերազմը դադարեցնելու վերջնական ու վերջին առաջարկը ստանալու օրը այս մարդը տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար պարոն Խամաճիկը ուրեմն ուղերձով է հանդես եկել ռազմակոչ տղերք հայրենիքը ձեր կարիքն ունի մատյանոն տղերք հայրենիքը ձեր կարիքն ունի պետք է առաջին հարվածը վերցնենք մեր վրա պաշտպանելով մեր մայրերի քույրերին մեր երեխաներին բա որ դու 44 օրյա պատերազմին կոչ ես արի ասում ես մեր հայրենիքը պիտի պաշտպանենք մեր Արցախը մարդիկ էլ լսել են ասում են դե կարող է այս մարդը մտավորական մարդ է, բաբուչկայա կապում, բանը թատրոնի ղեկավար է, կարող է մի բան գիտի, որ հելենք եթանք այ մարդ, պատերազմ։ Գնացել են պատերազմ, այն դեպքում, երբ որ պատերազմ պիտի գնային մենակ հավաքագրվող մարդիկ ու որ վայնկոմատ, ասում է, չէ, տղերք, մի սպասեք վայնկոմատի ծանոթ, կամավոր։ Գնում են այդ պատերազմին, զոհվում են։ Ու այդ զոհվելուց հետո այն մարդը, որ նրանց տարել է պատերազմին, Նիկոլ Փաշինյանը քո հետ միասին, ասում է, որ ձեր զոհողության վայրը տղերք, մեր հայրենիքը չի, ու մեր հայրենիքը չի էլ եղել դեռևս 1991 թվականից, վերջին անգամ ես իմացել եմ, որ դա էլ մեր հայրենիքը շանս էլ չունի, որ լինի 2018 թվին, բայց 2020 թվին մենք սաղով ձեզ ասել ենք տղերք, հայրենիքը ձեր կարիքն ունի, հաղթելու ենք, գնացեք զոհվեք։ Հիմա այդ տղերքը զոհվել են, այս էլ եկել է, նստել է բաբշկան, կապել է, ասում է, ով որ հանկարծ այդ ասողներին քննադատի, պլետը պիտի վերցենք, դրանց ճպոտենք։ Բա, Պետրոս։ Ուրեմն միակ ելքը դա գնալ ապահով երկրում ապրել, առավել ևս որ այնտեղ կարելի է շատ հայրենասիրական դիրքեր զբաղեցնել, հա, Սևրի պայմանագրի քարտեզը կախել։ Մի րոպե, բա դու ասում ես պիտի գնանք հայրենիքը պաշտպանենք։ Հիմա էլ ասում ես պիտի, այսինքն հա, ով որ զոհվել է, խնդիր չկա, այդ հարցը արդեն փակված է, մնացածն էլ պիտի թողնեն հայրենիքից գնան, որպեսզի այստեղ գան ով, Պետրոս, թուրքերը գան, որ ինչ անեն, Պետրոսին ուտեն, որպեսզի Պետրոսին ուտեն, Պետրոսը ինչ պիտի լինի, չաղ ու բախտավոր, որպեսզի Պետրոսը լինի չաղ ու բախտավոր, Պետրոսն ինչ պիտի ուտի, ղազախական ցորեն։ Ոչ մեկի ուշքը չի ցավում քեզ փրկելու համար։ Չէ։ Հիմա խոսույթը փոխվել է։ Այդ շահերը համընկնում են Ռուսաստանի, Հայաստանի շահերի հետ։ Որոնք են Ռուսաստանի շահերը։ Շատ པարզ նաև ռուս, այսպես ասած, էմիսարներ, որոնք ուղարկվեցին Հայաստան եւ փորձեցին ավելի օբյեկտիվ ներկայացնել, հա, որպեսզի հավատներ շնչեն իրենց ասացի հանդեպ, շատ པարզ ասում էին, որ Ռուսաստանը պարզապես նժարի վրա դրեց ինչն է իր համար ավելի կարևոր, ես նկատի ունեմ 44 օրվա պատերազմը, որտեղ պատրաստվում էր ուկրաինական պատերազմի եւ այդ ժամանակ որոշեց զիջել փոքրիկ Ղարաբաղը հանուն մեծ Թուրքիայի եւ Ադրբեջանի։ Պետրոսի վախից սաղ ժամանակագրությունը խառնել է։ 30 տարվա փոխարեն ասում է 200 տարի, հիմա ասում է Ռուսաստանը 2020 թվին նժարին է դրել Հայաստանը, Ղարաբաղը եւ Ուկրաինայում պատերազմը։ Պատերազմը Արցախում եղել է 2020 թվի սեպտեմբերին, պատերազմը Ուկրաինայում եղել է դրանից 2 տարի հետո 2022 թվի փետրվարին։ Սրա համար արդեն ժամանակագրություն, ամիս, ամսաթի ոչ մի բան էլ գոյություն չունի։ Վախ այդ էս բան այ Պետրոս։
վախ այդ էս բանը հան։ Իսկ ով ասաց, որ վաղը մյուսօր նման իրավիճակ չի ստեղծվի եւ չի զոհաբերվի այս անգամ արդեն այս Հայաստանը։ Եթե զոհաբերելու տարբերակ կա, իսկ զոհաբերելու տարբերակ կա միայն այն պարագայում, եթե ես ամբողջովին ձեզնից կախվածության մեջ եմ, ինչպես ասում էր Լուկաշենկոն, հա, կուդանի դենուցը։ Եթե կուդանի դենուցը, եթե վաղը Ռուսաստանը կարողանա իր ոլորտը տարածել, ասենք թե Ադրբեջանի վրա եւ Վրաստանի վրա զոհաբերելով Հայաստան, ինչու պետք է դա չանի, դա ավելի լավ կտոր է իր համար։ Իսկ նա սենտիմենտերով չի առաջնորդվում։ Այս մարդը բանը տամեջ խոսակցություն գիտի Պետրոս։ Ասում է ոնց որ էլ Հայաստան չի լինելու։ Ադրբեջան ու Վրաստանը մենակ էլ դրանք լավ կտոր։ Արա էսի վատ կտոր է լավ էլ անտեր։ Ոնց որ Պետրոս ոնց որ փափուկ միսը, որ եթե մեզ խանութից պես մի հատ փափուկ միս տվեք, մեկ էլ ասեք մի հատ ոսկոր ռանգնամա։ Այդ վերցում ես, այդ Հայաստան այսպես ոնց որ այդ փափուկ են լավ կտորի մեջի, այդ ոսկորն էլի։ Դու ոսկոր չես դում, չէ՞ Պետրոս, կոնը մենակ փափուկ։ Դուք դավաճանաբար բթացնում եք մեր ժողովրդի այս անվտանգության բնազդներ, այ ասում եք, որ թուրքերը չեն ուզում մեզ ուտեն, բայց նրանք ուզում են մեզ ուտեն։ Շատ լավ բառ օգտագործեցիք։ Շատ լավ հարցը որն է, պարոն Բաբայան, բայց ձեր արածը անելու բանը։ Դուք ինչի եք բթացնում մեր Պետրոսի անվտանգության բնազդները։ Անչեք էս բանանում։ Մթում այս մարդու բնազդները քիչ են բութ։ Մի հատ է դուք ձեր կողմից լրացուցիչ բթացնում եք, այն էլ անվտանգություն, այն էլ իր ամենանուրբ, ամենազգայուն թեմայով, որ թուրքերը պիտի իրան ուտեն։ Պետրոս ջան, ես քեզ սթափության զգոնության կոչում եմ, դու իրան մի լսի։ Ինքը բթացնում է քեզ, Պետրոս, բթացնում է քո անվտանգության եւ վախացնում է քեզ, որ թուրքերը քեզ կուտեն։ Չվախենաս, Պետրոս։ Ես քեզ 1000 ասել եմ, մսի տեսակ կա, որ թուրքերին սպանես չեն ուտի։ Դու ալխային եղի։ Դու եթե վախենում ես, ուրիշ բանից վախեցի։ Բայց այդ ուրիշ բանն էլ կարող է պարզվի, որ քեզ դաժե դուր գա, հասկանա մեզ այ ախպեր, կարող է մեկ էլ ասես, արա էսիշ լավ էր։ Բա ուտելուց մի վախեցի, գալու են, այս մարդկանց գործը են, որ կազմակերպեն, թուրքերը գան, այս քանի ժամանակ քո հյուրերի, սա մեծամասնության նպատակը է դա, որ թուրքերը գան, դրանք եկան, բայց քեզ չեն ուտելու Պետրոս ջան, դու ուրիշ բանի պատրաստ եղի։ Ալենի հետ մի հատ խոսես, ինքը քեզ սաղ կազի, Ալեն սուպեր սակո, բան, մի հատ հետները պետք չի եթերում, եթեր չկանչես, հետի եթերում խոսալ իրար հետ առանձին մի հատ դուք ձեր զրույցը ունեցեք։ Չնայած Վազգենն էլ էր եկել, ինչի եպիսկոպը, այդ էլ այդ թեմաների մեջ։ Բանը անուշավան գրի մոտը, տես քանի հյուր ասեցիք ես։ Պետք է նաև ուսումնասիրել, թե ինչպես է կատարվել այդ կոտորածները։ Այ դա երբ որ ասում են, ասում են ուրանում եք ցեղասպանությունը։ Չէ, պարոն Բաբայան ջան, մենք չենք ուրանում։ Մենք ուսումնասիրել ենք, թե դա ոնց է արվում։ 2020 թվականի հոկտեմբերի 19-ին ուսումնասիրել ենք ձեր տեսանյութը, որտեղ մի հատ անպատասխանատու բնազդ միանալով մյուս անպատասխանատու բնազդներին անփորձ մարդկանց ուղարկել է կրակի բերան եւ դա հանգեցրել է ցեղասպանության։ Ուսումնասիրել ենք ու պարզել ենք։ Տեսանյութը առկա է YouTube-ում։ Չենք ուրանում, ցեղասպանությունը հնարավոր չի ուրանալ, որտեղ ցեղասպանությունը եղել է, արևը հնարավոր չի ուրանալ, արևը կա փաստ, բայց յուրաքանչյուր փաստ պահանջում է, որ դու վերլուծես այդ փաստը ինչպես է ստեղծվել։ Այդ փաստն էլ ենք վերլուծել, հետո վերլուծել ենք այն փաստը, որ դրանից հետո բերել են Սայաթնովա փողոցի վրա մի հատ արձան են դրել, այդ արձանի մեջ էլ մի հատ տենց մոտոյի ֆար կա, մոտոյի ֆարն է, բայց մարդու գլուխը, պատկերացնեք Պետրոս, ֆարը, բայց մարդու գլուխ։ Հələ մի հատ կեթաս կտենաս, էտում գլուխն է։ Քո ասածը չի։
քո ասածը չի, Ռոմանոսը հələ դրան չի հասել։ Ասում են որ հա, ունես չէ Ռուսաստանը սխալներ չի արել։ Բայց մենք ունենք երկու այլ ընտրանք, կամ Ռուսաստանի ազդեցություն կամ Թուրքիայի, երրորդը չկա։ Հիմա ինչ ենք մենք ընտրում։ Ես այդ թեզը պարզապես համաձայն չեմ։ Ինչու՞։ Որտեղ ինձ թվում է դա հանրած թեզ է։ Այդ թեզը բերում է միայն մի պատասխան, ուրեմն Ռուսաստան։ Եթե կամ Ռուսաստան կամ Թուրքիա, ուրեմն Ռուսաստան։ Բայց մենք հաճախակի խոսում ենք մեր հայ ինքնության մասին։ Վերջ-վերջին չէ նշանակում հայ ինքնություն։ Դա քո քաղաքակրթական ընտրությունն է, չէ՞։ Մենք ով ենք ընդհանրապես, այ հաճախակի ասում ենք մենք Եվրոպա կգնանք, թե մենք Եվրոպա չենք գնա, պետք չի Եվրոպա գնալ, մենք Եվրոպա ենք, մենք եվրոպական քաղաքակրթության, քրիստոնեական քաղաքակրթության աղբյուրներից մեկն ենք, արևելյան քրիստոնեություն։ Իսկ ներողություն էլի մի րոպե Պետրոս, բանա փոխվեց չեմ իմացել։ Ռուսաստանը եվրոպական երկիր չի։ Ռուսաստանի բնակչության մեծ մասը ապրում է Ռուսաստանի եվրոպական մասում։ Ասում ես քրիստոնեական։ Պետրոս, Ռուսաստանը քրիստոնեական երկիր չի, քրիստոնեական երկիր է, բա ռուս կոմպոզիտորները, գրողները, դրամատուրգները, դրանք եվրոպական կոմպոզիտորներ, բանաստեղծներ, գրողներ, դրամատուրգներ չեն, նկարիչները, ոնց որ այդ դասակարգը։ Արա Պետրոս, կարող է հանգարց Ռուսաստանը դառը Աֆրիկա մենք չենք իմացել։ Հələ մա ճիշտ է, եթե դա կարևոր բան է, եթե ինի Աֆրիկա է դառը, ուրեմն խնդրեմ է, մենք պետք է իմանանք ինչ ենք անելու։ Դու ոնց որ շատ բան, 200 տարի, դու 200 տարի կարող է 200 տարի առաջ ուրիշ այլ է, հիմա ուրիշ է, բաբան ջան, դու էլ ճիշտ է, էլի։ Խորացել ենք այդ 2020 թվականի վրա, բայց մենք կարևոր է իմանանք, ոնց որ բան է փոխվել, դու ոնց որ շատ բան գիտես։ Եկեք փորձենք մեր տեղը ճիշտ գնահատել, մեր արժեքը ճիշտ գնահատել եւ չփորձել մշտապես մտնել թշնամության մեջ տարբեր հարևաններ եւ մանգալ փրկիչներ, որտեւ այս պարագայում մենք իսկապես դատապարտված ենք պետություն չունենալու հարցում։ Միանշանակ։ Իմացար ինչ ես ասում, Պետրոս, ինչ ասում սա։ Ասում եմ մենք դատապարտված ենք պետություն չունենալու ու դա միանշանակ է։ Հա։ Եվ ես կարծում եմ անկեղծ ասած, որ քանի որ շատ եմ շփվում եւ մարդկանց հետ եւ ոչ միայն Երևանում, այլ ամբողջ Հայաստանում, ինձ դուր է գալիս այն մտածողության փոփոխությունը, որը կատարվում է մարդկանց մոտ։ Մարդիկ Ինչն է ինչի հետ փոխվում։ Ես ասեմ, Ինչն է գնում եւ ինչն է գալիս։ Էմոցիոնալ ընկալումը իրադարձությունների փոխվում է վերլուծության։ Երևի թե այստեղ իր դերը խաղաց նաև այն ողբերգությունը, որը տեղի ունեցավ 20 թվականին, այն պարտությունը, ընդհանրապես պարտությունը մարդկանց եւ ողբերգությունը մարդկանց դարձնում ավելի իմաստուն։ Մի րոպե։ Պարտություն էլ է, պարոն Բաբայան։ Լսի, բա որ դու ասում ես տղերք, հայրենիքը ձեր կարիքն ունի, այդ ձեր ուղերձը տարածվել է հաղթելու ենք հեշթեգով, բա չենք հաղթել։ Հա, փաստորեն որպեսզի այս մարդը դառնա իմաստուն, դրա համար պիտի մի քանի հազար երիտասարդ մարդ զոհվեր, ու այդ մարդիկ պիտի զոհվեին իր կոչով, գնան զոհվեն, որպեսզի ինքը դառնա իմաստուն, խելքը հավաքի գլուխը։ Հիմա ինքը էլ Ռուբեն Բաբայանը չի, ինքը արդեն Սողոմոն իմաստունն է, ուղղակի իրան ասում են Ռուբեն իմաստուն։ Դրա համար արդեն իր արձանն են, դրա համար պիտի բոլոր երիտասարդները գնան զոհվեն, որպեսզի ինքը արձան ունենա ու դառնա իմաստուն։ Իմացար հիմա մարդիկ ինչի համար։ Արա մենք էլ այսքան տարի խեշ Նիկոլը ամեն տարի մի բան ասում, մի տարի ասում է մեր
զինվորները զոհվել են, որ երբ որ Ալիևն ասի այր Արցախ չկա, Արցախի հարցը լուծված է, մենք ասենք ոչ, Արցախի հարցը լուծված չի, դեր Արցախ կա, այնտեղ հայեր կան, այնտեղ մեկ ասում է զոհվել են, որպեսզի մենք ունենանք անկախ պետություն, մեկ ասում է զոհվել են, որպեսզի Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերությունները սոկառից բենզին առնեն, ծախեն մեջը 2 կոպեկ փող, ինչ Արա փաստորեն իմաստուն, հիմա դու ես դառը Պետրոս իմաստուն, դու էլ առաջվանը չես, ինչքան էլ սրանք փորձեն քեզ բթացնեն, դու բութ չես Պետրոս, դու իմաստուն ես, ինքը Ռուբեն իմաստունն է, դու Պետրոս իմաստունն ես, որովհետև մարդիկ դրա համար են զոհվել, որ դուք իմաստնություն ձեռք բերեք։ Ինչ ազում եկեղեցին։ Երբ Մերձբալթյան երկրների թեմի առաջնորդը վարչապետին ասեց խաղաղություն, եվրոինտեգրում, եկեղեցին դրա դեմ հայտարարություն արեց։ Ինչ են ուզում։ Ես անկեղծ ասած չեմ կարծում, քանի որ ճանաչում եմ շատ խոսում են ժողովրդավարության դեմ։ Ես անկեղծ ասած չեմ կարծում, որ դա ամբողջ եկեղեցու կարծիքն է, որովհետև ճանաչում եմ բազմաթիվ եկեղեցականների, որոնք շատ առաջադեմ մտածող։ Դու առաջադեմ մտածողներին բանին կճանաչես, Բաբայան ջան։ Ստյոպիկին, Ասատերյան, նա շատ առաջադեմ մտածող։ Կամ մեկը կար է, տաքսիստ էր։ Այն կրասնադավոր տաքսի քշեքշերները դե մնալու տեղ չեր ունեցել բոմժի նման քննել էր տաքսու մեջ։ Էդ էլ շատ իմաստուն է։ Պետրոս դու դրան կանչել ես, չէ՞, դու արդեն դու ես իմաստուն, կանչած կլնես, էլ իմաստուններով տենց զրույցներ անեք։ Այդ Բալթյան թեմի առաջնորդը դա բանում Ռիգայում մի հատ բրեմենյան երաժիշտների արձան կա։ Էշնա, հետո վրան շուննա, հետո կատուն օրաքաղաղը, դες մի հատ արձանախումբ կա ընդ։ Այն էլ շատ իմաստուն է, դու դրան էլ կճանաչես։ Հենա Պետրոսն էլ է ճանաչում։ Բերել է Պետրոսի իմաստուններով եղել են, ստեղ խոսել են, մշակվել են դրանք ստեղ։ Այդ պարոն Բաբան, դու տեխնիկային թատրոնում Քաշ Նազարը բեմադրել ես։ Բրեմենյան երաժիշտները չես բեմադրել։ Բայց անելու բան է։ Ուրեմն նա ինչ ես անում։ Ինձ լսի, դու հələ հիմա կոմոդ ստեղծագործական վերելք ես սպասվում, որովհետև դու արդեն դառել ես իմա, մարդիկ զոհվել են, դու դառել ես իմաստուն։ Ուրեմն կանչում ես այդ քո իմացած եկեղեցականներին, այդ Բալթյան երկրներին, Կրճոնյանին, Անուշ Հայվանին, այնտեղ մեր Յագուարով մեկը կա դրան, այդ բանին է կանչի, ակաղաղին ենի կսազի, այդ ստյոպիկը, այն դրան է կանչի որպես մի հատ տեխնիկային թատրոնում, առանց տեխնիկների, պրոստը մենակ քո ունեցած պերսոնաժներով մի հատ բեմադրում ես բրեմենյան երաժիշտները։ Ու հիմնական սյուժեն, որ այս բրեմենյան երաժիշտները մի հատ թափառախումբ են ստեղծում, Էթում են սկզբից ասենք, այս մի եկեղեցի, հետո էթում են Գյումրիի եկեղեցի, հետո էթում են Այգեշատի եկեղեցի, հետո էթում են Դավաճանաշատի եկեղեցի, այսինքն շրջագայում են գաստրոլների։ Բեմադրի տես ինչքան մարդ է գալու։ Եթե տենաս մարդը չի գալի, զանգում եք Թալինի քաղաքապետին, ցուցակը կազմում է, մեկ է կոկորդիլոս գալի։ Կոկորդիլոսը դες ներկայացում էլ կա, չէ՞, տիկնիկը։ Զանգում ես Գարիկին, մեկ է Թալինի քաղաքապետին, մեկ է Արմավիրի մարզպետին, Արարատին է զանգի, ռաս կլնի, կռաս կլնի, կապ չունի, ասում ես երաժշտական դպրոցները ցուցակագրում են, հանրակրթական դպրոցները ցուցակագրում են, մանկապարտեզները, երեխեք ինչ է, դաստիարակներին, ցուցակագրում են, գալիս են քո ներկայացումը նայելու, թվերի մեջ կլողաս։ Այդ ինչ մի հետաքրքիր բան է կատարվում ընդհանրապես մեզ հետ։ Բոլոր երկրներում պետությունները փորձել են ենթարկել իրենց եկեղեցիները կամ գոնե անել այնպես, որպեսզի եկեղեցին չխառնվի պետական գործերի մեջ։ Դա եղել է եւ Ֆրանսիայում, դա եղել է եւ Անգլիայում, Իտալիայում 29 թվականին Մուսալինին ստիպված եղավ ստեղծել Վատիկան պետությունը, որպեսզի կաթոլիկ եկեղեցին չխառնվի Իտալիայի գործերի մեջ։ Նույն բանը մեր մոտ էր կատարվում։ Պատմաբան, պատմամին ինչ գիտի Պետրոս, այս մարդը, այդպես բան չկա, որ չիմանա։ Շատ ուժեղ մասնագետ է։
Դանիել Հովհաննիսյանին ծալած ունի։ Դանիել Հովհաննիսյանը թազա ջայլ են 2 տարվա։ Պետությունը շատ ակտիվորեն վերահսկում էր եկեղեցին։ Եկեք ես շատ հեռու չեմ գնում, վերցնենք սովետական շրջան։ Խորեն առաջինին սպանեցին, մնացած բոլոր կաթողիկոսները սովետական միության ժամանակ պարզապես անցնում էին KGB-ի թերի տակ։ Հիշենք Գարեգին առաջինի ընտրությունը, երբ հանրապետության նախագահան պարզապես բաց տեքստով կոչ արեց իրեն ընտրել կաթողիկոս։ Հիշենք Գարեգին երկրորդի ընտրությունը, երբ որ arczepiskopos-ները հերոստատեսությամբ ելույթ ունեցան եւ ասացին, որ իրենց վրա ճնշում է գործադրվում կառավարության կողմից։ Հիշում է, սա հիշում է։ Ուղղակի բանին չի հիշում Պետրոս։ Վազգեն առաջին ամենայն հայոց կաթողիկոսին չի հիշում։ Դե իր հիշողությունը հատվածային է, էլի։ Բաներ կա հիշում է, բաներ կա չի հիշում։ Ուսեն սա խառները։ Բաբայան ջան, իսկ դու հիշում ես, որ Լենինը, որ աշկեր դրե Բրեժնևի աղջկա վրա։ Գիտես այդ պատմությունը։ Չերես KGB ինֆորմացիա իմանում Լենինը, որ Բրեժնևի աղջկա հետ ինչ որ այդ խառը պատմություն կա։ Էդ էլ իմացի։ Եկավ 18 թվականը, սկսվեց այստեղ շարժում, հա, նոր ժամանակներ, թե նոր կարգեր, նոր ուրեմն, բայց պետությունը չխառնվեց, չաջակցեց այդ շարժման։ Եվ զարմանալու կատարվեց հակառակ։ 20 թվականից հետո եկեղեցին սկսեց խառնվել քաղաքականությանը։ Մի բան հարցնեմ էլի Բաբայան ջան, դու եկեղեցու հետ ինչ կապ ունես էլի, դու հավատացյալ ես, այսինքն դու Հայաստանյաց առաքելական եկեղեցու հետ կապ ունես, այսինքն քավոր եղել ես, մկրտություն ստացել, կապ ունես ընդհանրապես մեր եկեղեցու հետ, որ դու հիմա դրած Պետրոսի հետ եկեղեցուն վերաբերող հարցեր ես քննարկում։ Ես հավատացյալ չեմ, ես ագնոստիկ եմ, նույն հարգանքով վերաբերվում եմ եւ աթեիստների եւ հավատացյալների եւ չեմ խառնում այդ հարցերի մեջ։ Հա, բա որ չես խառնում այդ հարցերի մեջ։ Անդարդ գլուխդ ընչես դրեդ, քույժ գործնա։ Եկեղեցին ինչ անում, պետությունն ինչ անում։ Եթե դու ասես ինչ ես, ես ագնոստիկ եմ։ Այ մարդ, ուզում ես ագնոստիկ եղի, ուզում ես տիկնիկ ելի, ուզում ես խաղալիք եղի։ Եթե դու հավատացյալ ես, եկեղեցու հետ կապ չունի, գլի այտենց հարցեր որ տալիս են, ասա, ձենդ կտրի, ինչպես կասեն ժողովրդական խոսքում, վերանգի տեղդ։ Դու փաստորեն ոչ էլ ագնոստիկ ես, ոչ էլ եսնամ դու ընդամենը Նիկոլի տիկնիկն ես։ Իսկ Պետրոս, որ մարդը իր էությամբ լնում է տիկնիկ, դրան ինչ են ասում։ Խամաճիկը դրան են ասում։ Խամաճիկը էլի բա նենց տիկնիկի նման բան չի։ Հենց ինքը մարդը իր էությամբ կարա լինի խամաճիկ։ Չէ, ոնց որ ըստ մի սխալ բան կա։ Հələ մատ դուք էլ մատ նայեք էլի բառանով Բաբայան ջան։ Խամաճիկը դա ձեզ վերաբերում է թե չէ։ Իմ կարծիքով պիտի որ չէ Պետրոս, խամաճիկն էլ էլի բանի, այդ պիտի ինչ-որ ձևով իրան խաղացնես, բան անես էլի։ Մասնագիտական բանա դուք իմանաս էլի Բաբայան ջան, էդի ոնց է հալում։ Հակառակը, ասում են իշխանությունն է հարձակվել եկեղեցու վրա։ Ապուշ դուս է տալ էլի Պետրոս, ոնց է հարձակվել իշխանությունը։ Ինչ արի խեղճ իշխանությունը։ Ընդամենը սրբազաններն է ձերբակալ, եկեղեցու բարերարին է ձերբակալ, այդում են KGB-ով բանով ներխուժում են, մտնում են եկեղեցիները, տապալում են եկեղեցական կարգը, ամբողջ թեմի հոգևորականներին ընդամենը ձերբակալում, չեն թողնում պատարակներ։ Ինչ է արի խեղճ իշխանությունը հարձակվում։ Ընդամենը վարչապետը օրվա մեջ մի քանի անգամ, հա, վարչապետը բախոտանտեսությունով չի զբաղվի, բախո առողջապահությունով չի զբաղվի, բախո թոշակառուների խնդիրներով չի զբաղվի։ Բա մարդը պարապա մնաց է, տղամարդը ոնց կարա պարա բնա Պետրոս, պիտի մի բանով զբաղվի։ Հիմա այդ մարդն օրվա մեջ հավես անում եկեղեցականներին վիրավորում, վիդեոներ է դնում, վիդեոների վերաբերյալ բաներ է ասում, հետո ասում է եկեղեցի ինչ կա դրա մեջ, է սարքել եք պատմություն, ինչ է դրա արածը։ Նորմալ է չէ Բաբայան ջան, տես պիտի լի չէ, դու որպես ակրոստիկոս ասես, դու ինչ ես։ Ագնոստիկ եմ։ Դու բան էիր, հա, ագնոստիկ էիր, ագնոստիկ։ Ագնոստիկներն ինչ են կարծում, օրինակ, այդ ինչ է կա։ Հələ մա տնից ագնոստիկների Հայաստանի ագնոստիկ համայնքի
Կարծիքն էլ մեր լսենք էլի Պետրոս։ Սաղին իմացանք այ մարդ, այս ագնոստիկներին չիմացանք։ Այս մարդիկ ինչ են մտածում։ Թուրքիայի պահանջով։ Ինչու Թուրքիան հանգիստ Ասեմ ինչու։ Որովհետև նրանք ամեն ինչ հանձնում են Ադրբեջանին եւ թուրքերին եւ գիտեն, որ եկեղեցին բաստիոն է ընդդեմ թուրքերի։ Բայց դու լավ բանել ես այդ բան գիտես է Պետրոս։ Իսկ դու չգիտես, որ Հայաստանի ցառաքելական Սուրբ եկեղեցին Թուրքիայի անվտանգության դոկտրինով հանդիսանում այդ երկրի անվտանգության սպառնալիք ներկայացնող կազմակերպություն։ Էդի չգիտեիր դու։ Դու կարող ես չգիտես, որ Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալաշուքյոր Փաշազադեն 2022 թվականի մայիսի 22-ին հայտարարել է, որ Հայաստանի առաքելական եկեղեցին սպառնալիք է ներկայացնում տարածաշրջանի անվտանգության համար։ Բայց սպառնալիքը ինչ են անում, վերացնում են, չեզոքացնում են։ Ոնց են չեզոքացնում իշխանությունների միջոցով։ Հիմա այդ իշխանությունը ադրբեջանական հայկական ինչ տարբերություն, կարևորը մի նպատակի են ծառայում։ Հարավային Կովկասում հաստատում են Ալաշուքյոր Փաշազադեի սրտի խաղաղությունը։ Մայիսի 22-ին Ալաշուքյոր Բաբատ այդ ամեն ինչը ասել է, մայիսի 29-ից հարձակումը եկեղեցու վրա սկսել է։ Ինչու՞։ Հմ Բաբայան ջան, ինչու է հարձակվել պետությունը եկեղեցու վրա։ ինձ դժվար է անկեղծ ասած այդ նարատիվի մեջ խոսել, որտեվ սենց ասեմ, Մարկ Տվենը ինձ խորհուրդ չի տվել վիճել նման հարցերում։ Մարկ Տվենը դու գործ չունես։ Դու Իլհամ Բաբայից խոսեի։ Իլհամ Բաբատ ինչ ասե այդ հարցերում դու ինչից պիտի խոսես։ Գիտի է, Պետրոսն է գիտի, կարդացած է, շատ զարգացած է։ Դες մի նայ է, որ ինչ որ մեկը դու էլ հետները գալիս եք այդ խեշ մարդու անվտանգային զգոնությունը ուզում եք բթացնեք։ Շատ կարդացած է։ Ես այդտեղ պարտված եմ։ Ես չեմ կարող, ցենց ասեմ, ես չեմ կարող մերժել անհետեթությունները։ Անհետեթությունը նրանով է անհետեթություն, որ այն մերժել հնարավոր չի։ Դու մի մերժի։ Անհետեթությունները դու հաստատի։ Քո գործը հիմա ի՞նչն է Բաբայան ջան։ Նիկոլի ասածները հաստատել է։ Բայց էլ անհետեթությունները դու դրանք մի մերժի։ Տեսար անհետեթությունը մի անգամից վերցնում ես, զանգում ես Պետրոսին, ասում ես Պետրոս ջան, մի հատ թազա անհետեթություն եմ գտե։ Ուզում եմ գամ իրար հետ հաստատենք։ Վերցնում ես, գալիս ես Պետրոսի հետ տնում եք մի հատ էլ եթերից առաջ միաման ղազախական շիլան ցորենից փերթում եք, ուտում եք ու անցնում եք գործի։ Պետրոս էլ մի բան ասեմ, իսկ այդ եկեղեցու վրա հարձակման փաստեր գոնե գոյություն են, թե տենց հավայի խոսում են, է սա։ Չէ, եկեք փաստերով, պարոն Բաբա։ Եկեք փաստերով։ 3 arczepiskopos բանտարկված է։ Կաթողիկոսին ասում են պետքա հեռանա, պատարակ են անում առանց կաթողիկոսի։ Ասում են, որ հեռանա պետքա սենց լինի։ Դրանք փաստեր չեն, որ եկեղեցուն ճնշված եւ նրա վրա հարձակում կա։ Մի րոպե Պետրոս ջան, ասում ես հասա մինչև վերջը։ 3 arczepiskoposից բացի մի հատ էլ եպիսկոպոսա ձերբակալված, այսինքն 4 բարձրաստիճան հոգևորականա ձերբակալված է Հայաստանի առաքելական Սուրբ եկեղեցու ամենամեծ բարերարը, որ կարգալուց եղած քահանաները տիրանում են եկեղեցական տաճարներին, վանքերին, այսինքն հարձակվել են եկեղեցու գույքի վրա, որ մի օրում ձերբակալվում են Արագածոտնի թեմի գրեթե բոլոր հոգևորականները, այն մի հոգևորականի տված ցուցմունքով, ով որ տիրացել է եկեղեցու գույքին։ Ասում ես, մերկու բան էլ ամբողջական էլի փորձի ասես, թե քոնը սաղը տենց կիսատ պռատ։ Աչքեր ջան այդ բաները, այդ ինչ որ ասեցի գերեք տվեք Պետրոսի մոտ թոմնա, էսի ոնց որ էլի ատես մարդկանց կանչելու հարցազրույցի թո ամբողջական էլի էլի մոտ, մեկը ինքը չի անելու, մեկը դուք եք անելու, ես գիտեմ, գերեք տվեք սրա ձեռը։ Բան պետք կլինի հարցը ես կասեմ լրան։ Կարելի է այդպես էլ մեկնաբանել, բայց ես կուզենայի խոսել այդ ձերբակալությունների մասին, հա։ Նայեք, շատ հաճախակի Հայաստանում օգտագործվում է քաղբանտարկյալ բառը։ Ես կարծում եմ Փառք Աստծո դեռ
կան կենթանի են քաղբանտարկյալները Հայաստանում, որոնք եղել են սովետական միությունում։ Կանչեք իրենց հրավիրեք, թե ինչ է նշանակում քաղբանտարկյալի կոդեքսը։ Ինչ էր պահանջվում քաղբանտարկյալից։ Ինչպես էին քաղբանտարկյալները իրենց մաքուր պահում, որ հանգարցակի որևէ քրեական, այսպես ասած, պատժելի արարքի մեջ չմեղադրվեն։ Ինչպես էին իրենք ուզում դատված լինել, որտեղ իրենց համար դատարանը դա ամբիոն էր։ Սեփական կարծիքը գաղափարները արտահայտելու համար։ Մի րոպե, էլի Բաբայան ջան, սովետի ժամանակ դու ես եղել քաղբանտարկյալ, թե սովետի ժամանակ եղել ես սովետական իշխանությունների խամաճիկը։ Ինչ կապ ունի սովետական ժամանակները հիմիկվա ժամանակ։ Պետք է դու սովետական ժամանակներ, դու ցարի ժամանակները գիտես ինչ քաղբանտարկյալներ են եղել։ Բա դրանից առաջ։ Բա ֆեոդալական, հա, դու ֆեոդալական կարգերի քաղբանտարկյալերին։ Այսինքն ինչ կապ ունի սովետի ժամանակ ինչ քաղբանտարկյալել է, կամ ինչ է նշանակում նրանք ուզում էին դատվեին, որ դատանալները ամբիոն, նրանց բոլորի դատավարությունները փակ են եղել, գաղտնի են եղել, սովետ ուղի եթեր կար Պետրոսյան վաղտ կնա հիշես, այս Հայաստանի հմեկ, որ հիմա հմեկ է, այն ժամանակ կոչվում էր էլի հայկական հեռուստաընկերություն, էթում էին, այդ Պաուլ Հայրիկյանի դատը կլինի, Աշոտ Նավասարդյանի դատը կլինի, Անդրանիկ Մարգարյանի դատը, դրանք սաղ հանի ձեր արխիվները նայ, ուղիղ եթերով հեռարձակվել է, մարդիկ նստած նայ, դրա համար էլ իրանց շահեկաներ էլի, որ դատվեին, որ այդ դատարանը դառնար իրանց համար տես մի հատ միտինգ, տես մարդը ասում է, խո ինչ է, խո ապուշ դուս չի տալի Պետրոս։ Ինչ, դու մտածում ես այս տարիքի մարդը բաբեշկան կապ եկե նստես թե ապուշ դուս է տալի։ Ոչ։ Գիտի ասում է 200 տարի ամեն ինչ իր աշկի առաջ է եղել մարդու։ 200 տարի ինչ եղել է իր աշկի առաջ է եղել։ Հիմա էլ է իր աշկի համար գիտի սաղ։ Մեր մոտ ամեն ինչ խառն է։ Մեր քաղբանտարկյալները եկեղեցական, հետո պարզվում այդ եկեղեցականը նաև ֆինանսական ինչ որ խնդիրների մեջ է կախված, պարզվում է եկեղեցականը մտնում է քաղաքականության մեջ։ Նա պետք է որոշել դու ով ես, դու ինչ ես։ Եվ երբ պետությունը սկսում է սրան պատասխանել, միգուցե շատ կոշտ ձևերով, ես միշտ ասել եմ, որ քանի մարդու դատական որոշումը չկա, նա անմեղ է։ Եվ հիմա էլ եմ այդ կարծիքի։ Դատական որոշում կա միայն Միքայել Սրբազանի վերաբերյալ։ Այնը բողոքարկվել է։ Այդ դատանի որոշումը հələ ուժի մեջ չի մտել վերջնական, բողոքարկվել է։ Թե քեզ տենց մանրամասներ հետաքրքիր չեն։ Կարծում եմ խիստ է։ Ամբաղ-զամբաղ խոսելու համար 2 տարի տալը խիստ է։ Եվ այդ տեսակետից միգուցե դուք զարմանաք, բայց ես կառաջարկեի ներմուծել Իրանից պատժամիջոց իրենք ասում են փետերով խփել, հա, 10 փայտ կամ 20 փայտ ճիպոտավորել, որտեվ այդ հանցանքը ոչ այնա անպատիժ թողես, ոչ էլ բանտ նստացնես, եւ կարծում եմ մեր շատ եւ շատ ամբաղ-զամբաղ խոսողները, եթե իմանային, որ նման պատիժ գոյություն ունի, հա, ճիպատավորում, կխուսափեին դրանից։ Հետաքրքիր բան ասում։ Պետրոս։ Պարոն Բաբյան ջան, քանի որ դու հենց հիմա ստեն նստած ամբաղ-զամբաղ խոսում ես։ Հետն էլ առաջարկ ես անում, որ այդ ամբաղ-զամբաղ խոսալու համար պետք է մեծ ճիպոտավորել։ Կլինի դու էլ որպես տեխնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար, դառնաս մի հատ տեխնիկ ու այդ քո առաջարկը հենց մի հատ քու վրա էլ փորձար, ինչ վատ կլինի օրինակ Պետրոս ջան, ասենք թե կազմակերպես հենց այս եթերից հետո տանեմ ես քու ձեռով, բացում ու քանի հատ ասիր։ Որտեղ մի անգամ կնշանակվեր 10 ճիպոտ, մյուս անգամ 15, մյուս անգամ հրապարակային ճիպատավորում։ 15-ը շատ է, մեծ մարդ է, 10-ը լրիվ հերիք է, 10-ը ֆլստում ես ու պլետ, 1, 2, 10 անգամ,
բաբան, բայց բացի պլետից բացի ուրիշ գործիքներ է կա։ Կարող մտածում ես, որ դա կարող է խրախուսանքի իմաստ ունենա, բայց նայածում համար։ Դե հիմա մարդը ասեք թե պարլամենտա այնա երկի չա եկել են իրար համար, էդի խրախուս, էդի պատիժ չի։ Էդի խրախուսանք է։ Բայց օրինակ քու առաջարկը, ես առաջարկում եմ Պետրոս ջան։ Մարդը առաջարկ արի։ Ինքն է իրա վրա էլ թող փորձարկվի։ Տենակ ոնց ալում։ Կարող է գոհ ալում։ Մարդը կարող ալում, ասում աղբեր ջան, վերջ, ես գոհ եմ, այլևս ամբախ զամբախ դուս չեմ տա։ Հարցը կլուծվի։ Հայաստանում խոսքի ազատություն չկա։ Ասում են նրանք, ովքեր օգտվում են այդ խոսքի ազատությունից։ Ասում են նրանք, ովքեր օգտվում են այդ խոսքի ազատությունից։ Աննախադեպ բռնաճնշումներ տեսնում եք։ Չէ, աննախադեպ բռնաճնշումներ չեմ տեսնում, բայց տեսնում եմ ուրիշ բան։ Եվ սա ավելի շուտ կարծում եմ հանրային մտածողության մոտեցման խնդիր է։ Տեսնում եմ բռնության արժևորում։ Եվ ես չեմ ասի, որ այստեղ կարելի է մեղադրել ինչ-որ կոնկրետ մի կողմ։ Մի րոպե, բաբան ջան, դու սա խառնիր իրար սարքիր ղազախական կաշ։ Նոր մի քիչ առաջ ասում ես, որ պետք է մարդուն իր ազատ խոսքը արտահայտելու համար, այդ իր խոսքը համարել ամբախ զամբախ խոսալ ու տանել ճիպոտով այդ մարդուն ծեծել, մենք էլ ասենք, առաջարկա, մենք հələ փորձենք, տենանք ոնց է ասում, որ կարող է էլի պետք։ Հիմա էլ ասում ես, չէ, այ ախպեր, բռնություն չի կարելի գործադել, բայց ճիպոտով դու մտածում ես, բան, սիրում է, կարող է Պետրոս այդ նկատի ունի սաունային, որ բաներ են անում է, բայց այն ռուսական նյետ, ոչ մի դեպքում, no, ֆիննական, եթե բաղնիկ, ուրեմն ֆիննակ, այդ բաները դիր մի կողմ, բայց բռնությունը, չառաջացպես պիտի բռնություն ենք, հիմա ասում, մի շատ վատ բան է նկատել այս մարդը Պետրոս, բռնության խրախուսման էլեմենտներ է նկատել, այն էլ խոսքի ազատության վերաբերյալ, անթույլատրելի է։ Լավ քո խելքին է, Պետրոս, լավ է թե բերել ես դու։ Գիտեք, շատ կարելի է թե ինչ ընտրություն ես դու կատարում քաղաքակրթական, այլ ոչ թե քաղաքական։ Փորձեմ ասել։ Երբ քեզ ասում են թուրք վերավորում են, իսկ դու ասում ես թուրքը դու ես, դա նշանակում է դուք գտնվում եք նույն դաշտում։ Լսեցիր Պետրոս, եթե սրանից հետո քեզ ասեն թուրք, դու հանկարծ չասես թուրքը դու ես, որպեսզի այդ ասողը չլես նույն դա։ Եթե հանկարծ քեզ ասեն թուրք, կուրախանաս, կասես շնորհակալ եմ, կարդաշ։ Փաշինյանը ոնց էր են Գերմանիայում են Ադրբեջանի դեսպանը, որ ասում է ես թուրք եմ, Ադրբեջանի որ այնպես մի հատ ժպիտն եկավ դեմքին, հենց մի հատ հայը լմա մի հատ հարցա տալի հայ կատաղում ասում է հենց մի հատ թուրք, նես որ սրանց դու քեզ ասեն թուրք, կուրախանաս ու ոչ թե կասես թուրքը դու ես, կարող ասող ես թուրք էլ լինի, բայց կապ չունի, չասես թուրքը դու, կասես շնորհակալ եմ, կարդաշ։ Պետրոս, իսկ դրանից բացի, այդ որ ասում ես, որ Հայաստանում խոսքի ազատություն չկա, իսկ այդ իշխանությունները ուրիշ էլ ինչ վատ բան են անում, էլի հայ ժողովրդի գլխին։ Վերացնում են մեր ազգային արժեքները։ Արա, փաստորեն դու լավ էլ ամեն ինչը գիտես, Պետրոս։ Բայց հետն էլ ասում ես բթացել եմ։ Բայց այդքան բթանալուց հետո էլ հələ եթե այդքան բանը գլխի ես ընկնում, հալալ է քեզ, աղբեր ջան։ Պարոն Բաբյան, իսկ դուք այն թուրքի պահը հասկացանք, որ ասենք եթե մեկը Պետրոսին կամ ձեզ որ ասի, որ դուք թուրք եք, դուք պիտի ուրախությամբ արձանագրեք, որ այո, դա տենց է ու չհակադարձեք, որ ասողն է։ Իսկ դուք հայ ըլելու հետ կապված ինչ զգացողություններ ունեք, այնց ամաչում եք, որ դուք հայ եք։ Հա, ես ինչ է նշանակում, ես հպարտ եմ, որ հայ եմ ծնվել։ Դա նույնն է, ինչ որ ես հպարտ եմ, որ ուրփաթորն եմ ծնվել։ Արա, Պետրոս, սա ուրփաթն է։ Սա փաստորեն հպարտ է ոչ թե որ ինքը հայ է։ Դրա համար հələ կարող է մի տեղ էլ ամաչում։ Բայց հպարտ է որ ինքը ուրփաթն է, այ Պետրոս։ Փաստորեն դու էլ Ռոբինզոն
կրոզոն ես, այսինքն դու Ռոբինզոնն ես, ինքը ուրփաթն է։ Հիմա դու պետք է իրան սովորացնես, Բաբան ջան, լսի։ Հիմա Պետրոս քեզ կսովորացնի, որ դու ինչ ասես, չուտել մարդու միս, խմել էծի կաթ, ինչպես Ռոբինզո։ Դրավանել կարաս ասես չուտել մարդու միս, խմել էծի կաթ, ուտել ղազախական ցորեն, ինչպես Պետրոս։ Բայց շուտ սովորեր էլի, բայց շուտ սովորեր այդ 20 թվի հոկտեմբերի 19-ի, դա մարդակերության պես մի բան է էլի, չուտել մարդու միս, չխմել մարդու արյուն, չդառնալ պատճառ մարդկանց զոհվելու, բայց շուտ կանչեր էլի Պետրոսես ուրփաթին, բայց շատ դաժան ուրփաթ է, գիտես չէ։ Իսկ ուրփաթ ջան, դու այս երկիրը սիրում ես դու մեր երկիրը, թե ինչ տարբերություն։ Ես չեմ կարող ասել, որ ես սիրում եմ իմ երկիրը։ Պարզ է էլի, Պետրոս ջան, պարզ է։ Իսկ ո՞նց անենք էլի, որ թողնենք, որ մենք սիրենք մեր երկիրը։ Ինչ կարելի անել դրա համար։ Օտարազգիներին դարձնել հայ։ Ահա, դա հետաքրքիր բան է, լասա, դա ինչ պետք է անենք։ Ինչպես դա արվում է ամբողջ քաղաքակիրթ աշխարհում։ Մենք ասում ենք Ֆրանսա հայ, Գերմանա հայ։ Ես կարծում եմ, որ կգա մի ժամանակ Աստվածը մենք կայանանք որպես պետություն, երբ որ մենք կասենք հայ-ռուս, հա? Հայ-բելարուս։ Ինչ ռուս է, ինչ բելարուս։ Հնդիկ այ ախպեր։ Պետրոս հիմա որպեսի մենք մեր երկիրը սիրենք, պիտի Հայաստան եկած հնդիկներին, պակիստանցիներին դարձնենք հայ։ Հայ հնդիկ, հայ հույն, հայ հարայ, հայ պարսիկ, այ ախպեր դրանք հեսա սաղ դար, ուրեմն նայ, հայերի մի մասը գնացին զոհվեցին, որպեսի դուք դառնաք իմաստուն։ Այդ իմաստուն դառնալուց հետո եկաք ասեցիք հայեր, դուք էլ մնացած մասը թողեք գնացեք այդ երկրից, դրանք է թողին գնացին։ Դրա փոխարեն գալիս են հնդիկները, պակիստանցիները ու այդ մնացածով մենք դրանց դարձնում ենք հայ։ Եվ այդ Բելարուսը, որը ապրում է Հայաստանում, բուծում է հարկեր, ծառայում է հայկական բանակում, գիտի հայերեն լեզուն, գիտի հայոց պատմությունը, որտեվ նա Հայաստանի քաղաքացի է, իմ համար շատ ավելի մոտ է։ Բաբան ջան, դու հələ սպասի, դու հələ հնդիկներն ես ասում է, հեսա Պետրոս ադրբեջանցիներն են գալու, թուրքերն են գալու, իսկ դրանք որ եկան, ոչ թե իրանք կլնեն հայ ադրբեջանցի, այլ մենք արդեն կլնենք ադրբեջանա հայ, թրքա հայ, դու էլ կլնես Պետրոս Էֆենդի, բա հեսա լրիվ ուրիշ բաներ ալնելու, մարդը գիտի, մարդեն իմաստունա չէ դարը, իսկ էդի հասկացանք, իսկ գաղութենի հետ կապված ինչ կասես Բաբայան ջան, գաղութի հետ կապված ոնց պիտի անենք։ Չի կարող պետությունը կառուցվել գաղութի սկզբունքով եւ չի կարող գաղութը կառուցվել պետության սկզբունքով։ Չէ, ճիշտ է ասում, պետությունը պետություն, գաղութը գաղութ։ Ուղղակի պիտի այդ պետությունը կործանողներին միգուցե տարվի գաղութ, հա Պետրոս, էտա չէ դրա ձևը, բա այդպես կանենք, ուրեմն վեշեները թավակեք, տնեցիքի հետ խոսեք, սիրուն, այս պետությունը կործանողներին, կազմակերպենք տանենք գաղութ, սա այդ նովայի վրա էլ մի հատ արձան կա, այդ արձանը կտանենք կտնենք այդ գաղութի բակում, դու էլ Պետրոս ջան, պրագուլկի ժամանակ, կլնես, կեթաս, սիրուն, այդ արձանի մի հատ ծաղիկ կդնես, գլուխ խոնարես այդ արձանի առաջ գաղութի բակում, կեթաս քու ղազախական ցորենը կուտես, հանգիստ կքնես, կհանգստանաս, ու դրանով գաղութը կառանձնացվի պետությունից։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Մեր հյուրը ռեժիսոր Ռուբեն Բաբայանն էր, կհանդիպենք ցտեսություն։